Ողջույն բոլորին։ Այսօր միասին մի անհավանական ճամփորդության ենք մեկնելու դեպի Հնդկաստան։ Գիտեք, սա մի երկիր է, որտեղ հնագույն ավանդույթներն ու կյանքով լի բազմազանությունը իրար են խառնվել ու հազարամյակներ շարունակ պարզապես գերում են մարդկանց։ Դե ինչ, եկեք բացահայտենք նրա գաղտնիքները։ Դե, որտեղից սկսենք։ Եկեք հենց ամենասկզբից։ Պատկերացրեք, Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենահին անընդմեջ գոյատևած քաղաքակրթությունը։ Ու սա, գիտեք, ուղղակի մի չոր փաստ չի գրքերից։ Սա մի ամբողջ ժառանգության մեկնարկային կետն է, որը ձևավորել է ոչ միայն մի ազգի, այլև կարելի է ասել ամբողջ մարդկության մտածելակերպը։ Այս հինավուրց հողը իդեպ 4 համաշխարհային կրոնների ծննդավայրն է՝ հինդուիզմ, բուդդիզմ, ջայնիզմ ու սիկհիզմ, իսկ այսօր Հնդկաստանը հավատքների մի իսկական խճանկար է։ Նայեք, հինդուիզմը կազմում է բնակչության գրեթե 80%-ը, բայց դրա հետ մեկտեղ այստեղ միանգամայն ներդաշնակ ապրում են միլիոնավոր մուսուլմաններ, քրիստոնյաներ ու ելի շատ տարբեր կրոնների հետևորդներ։ Լավ, եկեք մի քիչ ավելի խորանանք, փորձենք հասկանալ այս հոգևոր աշխարհը, որն ըստ էության հնդկական կյանքի հենց հիմքն է։ Ուրեմն այս ամենի հիմքում ընկած է մի շատ կարևոր հասկացություն՝ դարման։ Սա ուղղակի կանոնների մի ժողովածու չէ, բնավ։ Սա ավելի շատ բարոյական պարտքի ու տիեզերական կարգի զգացողություն է։ Հենց սա է, որ ուղղորդում է միլիոնավոր մարդկանց իրենց կյանքում, ամենապարզ ընտանեկան պարտականություններից մինչև ասենք մասնագիտական էթիկան։ Ու հենց սա է, որ ստեղծում է այդ հասարակական ներդաշնականությունը։ Հինդուիզմում այս կարեկցանքի սկզբունքը, գիտեք, տարածվում է բացարձակապես բոլոր կենդանի էակների վրա։ Ըստ նրանց հավատալիքների, աստվածային մի մասնիկ կա յուրաքանչյուր կենդանի արարածի մեջ։ Հենց դրա համար էլ կենդանիների նկատմամբ հարգանքն ու նույնիսկ պաշտամունքը իրենց հոգևոր կյանքի մի անքակտելի մասն են։ Իսկ այս հարգանքը շատ կոնկրետ դրսևորումներ ունի։ Օրինակ, կովը այն մայրության ու առատության խորհրդանիշն է, հզոր Նանդի ցուլը, որ Շիվա աստծո ուժն է ներկայացնում։ Իսկ վագրը, որը Հնդկաստանի ազգային կենդանին է, խորհրդանշում է երկրի ուժն ու անսասան քաջությունը։ Դե հոգևոր աշխարհից եկեք անցնենք նյութականին։ Տեսնենք, թե այս ամբողջ փիլիսոփայությունը ինչպես է իր մարմնավորումը գտել, ասենք ճարտարապետության կամ նույնիսկ պարի մեջ։ Եվ իհարկե, Թաջ Մահալը։ Սա, հավատացեք, շատ ավելին է, քան ուղղակի մի գեղեցիկ շինությունը։ Սա մարմարի մեջ քարացած սիրո մի ամբողջ պատմություն է, մի խոստովանություն։ Մուղալների ճարտարապետության թերևս ամենաանզուգական գագաթնակետը։ Բայց արդյոք այս թվացյալ կատարելությունը իրական է, թե այն իր մեջ գաղտնիքներ է թաքցնում, որոնք, ասենք, առաջին հայացքից տեսանելի չեն։ Ճշմարտությունն այն է, որ այստեղի ճարտարապետները կարելի ասել գիտակցաբար խաղացել են մեր ընկալման հետ։ Օրինակ, այդ 4 մինարետները մի փոքր դեպի դուրս են թեքված։ Բայց սա սխալմունք չէ, այլ շատ խելացի ինժեներական լուծում, երկրաշարժի դեպքում հիմնական գմբեթը չվնասելու համար։ Իսկ Շահ Ջահանի դամբարանը այն միտումնավոր կենտրոնից մի փոքր շեղված է։ Սա խախտում է կատարյալ համաչափությունը ու կարծես հիշեցնում, որ սա ոչ միայն սիրո, այլև հզոր իշխանության խորհրդանիշ էր։ Ճիշտ ինչպես ճարտարապետությունը, Հնդկաստանի կատարողական արվեստներն էլ շատ խորը հոգևոր արմատներ ունեն։ Դասական պարը, օրինակ, ծնվել է հենց տաճարային ծեսերից։ Դա մի տեսակ աղոթք էր, դիցաբանական պատմություններ պատմելու մի յուրօրինակ միջոց։ Օրինակ, վերցնենք Բհարատանացյամը։ Այն հայտնի է իր շատ ճշգրիտ, կարծես երկրաչափական շարժումներով ու ձեռքերի անհավանական բարդ ժեստերով, որոնց մուդրաներ են ասում։ Կաթակ պարը պատմություններ է պատմում իր արագ պտույտներով ու ռիթմիկ ոտնահարվածներով։ Իսկ Օդիսին այն պարզապես գերում է իր քնարականությամբ, իր քանդակային դիրքերով, որոնք կարծես թե հենց նոր հնագույն տաճարների պատերից են իջել։ Դե հիմա եկեք տեսնենք, թե այս հնագույն ավանդույթներն ինչպես են այսօր էլ ապրում ամենօրյա ծեսերի ու աներևակայելի գունեղ փառատոնների միջոցով։ Վերցնենք թեկուզ ամենահասարակ բանը՝ ողջույնը։ Նամաստեն իր մեջ շատ ավելի խորը իմաստ ունի, քան թվում է։ Դա ուղղակի բարև չէ։ Դա փոխադարձ հարգանքի նշան է, մի խորհրդանիշ, որով դու ճանաչում ես դիմացինի մեջ եղած աստվածայինը։ Իսկ կյանքի ամենակարևոր ծեսերից մեկը իհարկե հարսանիքն է։ Դրա գագաթնակետը կոչվում է Սապտապադի։ Պատկերացրեք 7 քայլ սուրբ կրակի շուրջ եւ ամեն քայլին մի նոր երթում։ Հենց այդ 7-րդ քայլից հետո է, որ զույգի միությունը համարվում է եւ օրինական, եւ սրբազան։
Եվ անշուշտ չեն կարող չխոսել փառատոնների մասին, հոլին հայտնի որպես գույների փառատոն։ Սա գարնան գալուստն ու կյանքի ուրախությունը խորհրդանշող մի իսկական գունային պայթյուն է։ Մարդիկ պարզապես միմյանց վրա գունավոր փոշիներ են լցնում ու այդպես իրար երջանկություն մաղթում։ Իսկ ահա Դիվալին կամ լույսերի փառատոնը մի քիչ ավելի խաղաղ է, բայց հավատացեք, ոչ պակաս տպավորիչ։ Պատկերացրեք հազարավոր լույսերով, մոմերով զարդարված տներ ու փողոցներ, այս ամենը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Լույսի հաղթանակը խավարի։ Իսկ հիմա, որպես ուղղակի պատկերացնեք այս ամենի մասշտաբները, մի պահ նայեք այս թվին՝ 60 միլիոն։ Դուք պատկերացնում եք, սա ավելի շատ է, քան աշխարհի շատ երկրների ամբողջ բնակչությունը։ Հենց այսքան մարդ է հավաքվել 2001 թվականին Կումբ Մելա կրոնական հավաքին։ Սա մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենամեծ հավաքն է։ Ուղղակի անհավանական է։ Լավ, այսքան բանից հետո հարց է առաջանում, իսկ ինչպես է այս անհավանական հարուստ անցյալը կապվում մերօրյա աշխարհի հետ, ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա։ Դե Հնդկաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքակրթության վրա ուղղակի հսկայական է։ Խոսքը գնում է զրոյի հայտնագործումից, 10-րդական համակարգից, շախմատից, մինչև պատմության մեջ առաջին արձանագրված պլաստիկ վիրահատությունները։ Իսկ մեր օրերում այսօր էլ սիլիկոնյան հովտի այնպիսի հսկաների հիմքում, ինչպիսիք են Hotmail-ը կամ Pentium չիպը, կանգնած են հենց հնդիկ նորարարներ։ Գիտեք, կա մի շատ դիպուկ խոսք Էննի Բեզանթից, որը կարծում եմ հրաշալի ամփոփում է Հնդկաստանի ողջ էությունը։ Նա ասել է. Հնդկաստանն այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր մեծ կրոն իր տունն է գտնում։ Սա մի վայր է, որտեղ բազմազանությունը ոչ թե ուղակի հանդուրժում են, այլ տոնում են։ Հենց դա է ստեղծում մշակույթների այդքան եզակի ու ներդաշնակ միազուլումը։